Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ միայն վերջին 1 օրում ոչնչացրել է իսրայելական 70 օբյեկտ Հայֆայում, Դիմոնայում, Հադերայում։ Միևնույն ժամանակ Չաբահար քաղաքի շրջանում խոցել ենք ամերիկյան F-18 ինքնաթիռը։ Մեր բանակը հրթիռակոծել է Էրբիլում գտնվող ամերիկյան և սիոնիստական ռեժիմի աջակցությամբ գործող անջատողական խմբերի թաքստոցները։ Վաշինգտոնը հերքել է F-18-ի խոցումը և ցուցադրել այս տեսանյութերը, որտեղ ամերիկյան հարվածներից պայթում են Իրանի ռազմական օբյեկտները։ Ըստ Պենտագոնի, ամերիկյան ուժերը ոչնչացրել են իրանական 10,000 ռազմական օբյեկտ։ Ընդամենը մի քանի ժամ առաջ մենք խոցեցինք Իրանի 10,000-րդ թիրախը, և եթե համադրենք մեր ձեռքբերումները իսրայելցի մեր դաշնակիցների հաջողությունների հետ, կարող ենք անկասկած ասել, ինչքան ուժեղ ենք միասին։ Մինչ Պենտագոնը պնդում է, թե թույլատրել է Իրանի ռազմածովային և հրթիռային կարողությունները և Թեհրանը ուզում է վայրկյան առաջ ավարտել պատերազմը, իրանցի պաշտոնյաների շուրթերից այլ հայտարարություններ են հնչում։ Իրանի արտգործնախարարը ասել է, որ Թեհրանը վերանայում է Վաշինգտոնի հրադադարի ծրագիրը, սակայն մտադիր չէ բանակցություններ վարել հակամարտությունը մեղմելու համար։ Աբբաս Արաղչին նաև սպառնացել է, լարվածությունը ավելի կաճի, եթե որևէ երկիր համարձակվի մտնել Հորմուզի նեղուց։ Նրանք նույնիսկ դիմեցին այլ երկրների օգնությանը, նույնիսկ իրենց թշնամիներին, խնդրելով, որ օգնեն բացել այս ջրային ուղին։ Բայց ոչ ոք չընդունեց այդ առաջարկը, որովհետև դա պարզապես անհնար է։ Երբ նույնիսկ Ամերիկայի նավատորմը չի համարձակվում մտնել նեղուց, ինչպես կարող են այլ երկրների նավատորմերը մոտենալ։ Ըստ Արաղչիի, ստրատեգիական նշանակություն ունեցող նեղուցը փակ է միայն թշնամիների համար։ Դաշնակիցների համար իրանական զինված ուժերը ապահովում են անվտանգ անցում Հորմուզով։ Լիլիթ Գասպարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։